Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ։ Այսօր մայիսի 11-ն է դեռ Միացյալ Նահանգներում տեղական ժամանակով ժամը 20:30 րոպե։ Ուզում եմ կատարել շատ կարևոր հայտարարություն կապված մայիսի 15-ի հետ։ Փաստորեն մենք պետքա շուտ դիմում գրեինք հարգարժան դատարանին, որ մայիսի 15-ին մենք պատրաստվում ենք իրականացնել ակցիա, պիտի ավելի շուտ այդ օր վերցնեինք եւ չնստեինք սպասեինք ամիսներ։ Եվ հենց այդ դիմումը մուտք անելուց հետո այսօր մուտք արեցինք, որ տեղակ պայելով դատարանին, որ մեր հետևորդները ամսի 15-ին պիտի գան, դատարանը պատասխան ուղեց մի աննախադեպ վճիռ, մի ցցող որոշում, որը որ Ամերիկայի պատմության մեջ երևի չկա։ Ուղղակի ամերիկյան ֆեդերալ դատարանը մեզ մերժեց։ Ասում է, որ ոչ, պարոն Ղուկասյան, դուք չեք կարող ոչ միտեղ գնալ։ Այսինքն, ասում է, որպեսզի պարզ լինի մեր ժողովրդի համար, ասում է, չկա այդպիսի նախադեպային որոշում ամերիկյան դատական պատմության մեջ, որ որևիցե մեկը դատի տա միգրացիոն դատարանին, պահանջելով ի կատար ասել միգրացիոն դատարանի վճիռը եւ գնալ բանը մեկ այլ երկիր, որը որ նշել է միգրացիոն դատարանը, բացի Հայաստանից։ Հիմա փաստորեն սերի ժողովուրդ, որ ասում է, եղավ են ինչ-որ ես իմ փաստաբաններին ասում էի, մեզ ոչ մի տեղ չեն թողա գնալ, մեզ կպահեն դեռ բանտարկված, մինչև Հայաստանում ընտրությունները ավարտվի։ Որովհետև ես ասել չէ, չամադաններով եկել են, մտել են, համապատասխան տեղ վճարել են, դուրս են եկել, սա աննախադեպ կոռուպցիոն ցնցող ապացույց է Ամերիկայի պատմության մեջ, եւս մեկ ցնցող ապացույց։ Ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք որ պատրաստվում են գալ, պետք չի ոչ միտեղ գալ, պետք չի ոչ միտեղ գնալ, ընդամենը խնդրած կլինեմ բոլորին հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս, որովհետև ձեր ձեռքերում է գտնվելու նաև Վարդան Ղուկասյանի հնարավորինս արագ դուրս գալը։ Իսկ կպահեն այստեղ, մինչև ընտրությունները Հայաստանում ավարտվի, հետո տենան ոնց ալը միշալն, հետո կասեն գնեմ ես կամ մնեմ ես տեղ կամ եթեմ ես ուրիշ տեղ։ Որովհետև Վարդան Ղուկասյանը հացագործ չի, ուղղակի Վարդան Ղուկասյանը մի անձա, որը կարա փոխի տարածաշրջանի քաղաքական վեկտորը, որից էլ վախում է Միացյալ Նահանգները, տենաս Սուսաննա Ղազարյանը 1977 թվականի ապրիլի 25-ին, որ երրորդ մասի ծննդաբեր ես Վարդան Ղուկասյանին, պատկերացնում ես, որ Վարդան Ղուկասյանը դառնալու, ախր չմարդ եմ որ ասում է մեխի գրեղ, այնպիսի մի կերպար, որ գերտերություն եկա երկիր, վախեն է Վարդան Ղուկասյանը, դա չէ, մնաց տեղ, Նիկա, որտեղ որ դու գնացիր, անտե Նիկոլա անելու մորմաշ, ձեզ բան գոյություն չունի և ամբողջ փաստաբանական թիմը, ամբողջ, չգիտեմ, ընդեղ կոնսուլտանտներ, փորձագետներ, որոշումը դրել են դեմները, ամեն մեկը ընդեղ չգիտեմ, մեկը ուզում եք նախապանություն գործեի, բայն մեկը գերման ժուրնալը ծնվրեն, բայն մեկը Բանը ոտաբոբիքել եմ վազում, ասես կա գոյություն չունի, ասես վճիռ գոյություն չունի, ասում նախադեպ չկա, այն են բաննը, որ ասես, հետ ուզենաց ինչ-որ մի բան ստեղծել, ասես նախկինում տես բան չկա, ոնց ստեղծես, ինչ-որ մեկը պետք է անի, որ ստեղծվի, հարգելի դատավոր, դուք մեզ ասել եք գնայես երկրից, Ռուսաստան, մենք ուզում ենք եթանք Ռուսաստան, խոսքի, բաց եթը մենք, ասում չէ, մենք ուզում ենք եթանք ուրիշ երկիր, բաց եթը մենք, չի ասում, որ ուրիշ տեղից հետը ոնց չես եթեմ, վсё, մնամ ես։ Ես ես ոնց չեմ տեսել, ես սենց դատական համակարգ իմ կյանքի մեջ չեմ տեսել։ Ինչևից է մենք շարունակելու ենք մեր դատական պայքարը, բայց ես համոզված եմ, որ մինչև ընտրությունները Հայաստանում չավարտվեն, մենք այս գերհզոր, դեմոկրատական, անկախ դատական համակարգ ունեցող երկրում, անկախ վճռի չեն կարող հասնել, դրական, նորմալ, պոզիտիվ։ Ուստի սիրելի ժողովուրդ, ես պետք է շարունակեմ իմ քաղաքական քարոզարշավը, իմ քաղաքական պայքարը Henderson Detention Center-ից։ Եվ իմ ազատությունը, Հայաստանի ժողովրդի ազատությունը գտնվում է քո ձեռքում, հարգելի ընտրող, նամանավանդ հարգելի երիտասարդություն։ Մենույն Վարդան Ղուկասյանը դուրս է գալու, ընտրությունները պրծան դուրս է գալու, որտեղ էլ պահելը իմաստ չունի։
չեմ ուզում էլ մնացած բաների մասին խոսեմ, ըստ իրենց, բայց ամբողջ խնդիրը նա է, որ այս երկիրը եւ այն երկրները, որոնք որ սատարում են Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ երկիրը բրթամաթուրքի բերան, պիտի տենան, որ Վարդան Ղուկասյան անգամ բանտում, սա սրեց Նիկոլին, Նիկոլականներին, Նիկոլան նմաններին եւ իշխանությունը վերցրեց Նելսոն Մանդելայի նման։ Ես գիտեմ, որ ես պիտի մտնեմ պատմության մեջ, բայց ասենց ես չէի սպասել, սա հաճելի անակնկալ էր նաեւ։ Չկա չարիք առանց բարիք։ Սիրով, հարգանքով, ձեր Վարդան Ղուկասյան ամենայն հայոց։